Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Միջ հարցս տալը ես այսօր համացանցում Facebook-ում մի տեղեկություն տեսա, որ Իրանից եկող քաղաքացիներին, այդ թվում մեր հայրենակիցներին, ոմանք դիմավորում են մեծ խանդավառությամբ եւ Մեղրի Երևան տեղափոխման համար պահանջում են $300 գումար։ Ես ուղղակի խնդրում եմ, եթե ինչ-որ կերպ հնարավոր այդ ամոթալի process-ը կանխել, ինչ-որ ձևերով կանխել, իսկ հարցս վերաբերում է կրթությանը։ Ամիսներ առաջ ես մի առաջարկ արեցի, որ ինչ-որ պահից դպրոցներում, իհարկե սա վերաբերում է հիմնականում Երևանին, որ աշակերտների թիվը չգերազանցի 20-21-ը, լսեցի պատասխան, որ շուտով դա լինելու է, բայց ոնց որ դա դեռ չկա եւ երեխաները սովորում են, չգիտեմ ինչ պայմաններում, այսինքն կրթություն որպես այդպեսին ձևական է դառնում, որտեվ 30, 36, 38 աշակերտի դեպքում դա կրթություն չի, դա զբաղմունք է, երբ է այդ փոփոխությունները լինելու եւ մի առաջարկել համաձայն չեք արդյոք, որ պետք է սահմանափակվի դասարանների թիվը, եթե խոսքը ոչ վճարովի դպրոցների մասին է, որովհետեւ ունենք դպրոցներ Երևանում, որոնք այնտեղ երեխեքին տանում են միայն նրա համար, որ հարուստ ծանոթ գտնեն իրենց երեխեքին այդ դպրոցը տանելու 3-4 դպրոց է, ուղղակի սահմանափակենք դասարանների թիվը 4-ով, նպաստենք մյուս դպրոցներում էլ զարգացմանը եւ կուզեի լսել ձեր կարծիքը։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն պարոն Նազարյան, հարցի համար նախ ասեմ, որ այս պահին ոնց որ թե դասեր չկան դպրոցներում, ամառային արձակուրդներ են եւ փոփոխություններին պետք է սպասել սեպտեմբերից, բայց ինչ վերաբերում է դասարաններում երեխաների թվին, ապա այդ փոփոխությունները եւ ես կարծես նախորդ անգամ էլ այդ մասին խոսեցի, այնպիսի փոփոխություններ են, որոնք բացի իրավական ակտի փոփոխությունից, որն արդեն իրականացված է, խոսքը դասարանների կազմավորման կարգի մասին է, որը կառավարության որոշմամբ է հաստատվում եւ այդ որոշումը կառավարությունը արդեն ընդունել է, դրանք պահանջում են նաեւ միջավայրի հարմարեցումներ, որովհետեւ այն, որ դասարաններում երեխաները լինեն ոչ թե 35, այլ 25-ը, նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ թվով դասարաններ ունենալ դպրոցներում։ Իսկ սա նշանակում է, որ ֆիզիկական շենքերում պետք է ունենանք այդքան սենյակներ։ Բացի դրանից, սա նշանակում է, որ մենք կարիք կունենանք հավելյալ ուսուցիչների, որովհետև մի բան է, երբ որ դպրոցը ունի 10 դասարան, մեկ բան է, երբ որ մենք դասարաններում երեխաների թիվը փոքրացնում ենք եւ ունենում ենք օրինակ արդեն 20 դասարան։ Եվ այս պարագայում բնականաբար թե ուսուցիչների արկայության եւ թե նաեւ ֆինանսական հարցերի պլանավորման խնդիր է առաջանում եւ հենց դա է պատճառը, որ մենք այս որոշումը կայացրել ենք մի քանի տարի առաջ, որպեսզի համակարգը ժամանակ ունենա պատրաստվելու եւ ֆինանսական առումով էլ պլանավորենք մեր գործողությունները եւ կարծում եմ, որ առաջիկայում նաեւ բյուջետային քննարկումների ժամանակ մենք այդ որոշումները կկայացնենք ամենաճիշտ նպատակահարմար ժամկետի համար, որովհետեւ այստեղ պետք է ձեզ մի բան էլ հիշեցնեմ, ես բյուջեի կատարման զեկույցում այդ թվերը հնչեցրեցի 2019 նկատմամբ հանրակրթության ֆինանսավորումը, այսինքն դպրոցների պահպանման ծախսերը աճել են շուրջ 40%-ով։ Եվ սա այն գումարն է, որ մենք ավել ենք տալիս, որպեսզի դպրոցներում կրթության որակը բարձրանա եւ դրանք ուղղվել են ամենատարբեր ուղղություններով, որոնք ես մանրամասն ներկայացրեցի։ Բնականաբար այս ճանապարհով գնում ենք, բայց կարծում եմ, որ պետք է որոշակի ուրեմն նաեւ ժամանակ վերցնենք փոփոխությունները պլանավորված ու ճիշտ անելու։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք որոշ դպրոցներում սահմանափակենք դասարանների թիվը, գիտեք, արդեն իսկ լիցենզիոն տեղերով դա սահմանափակված է եւ մենք նաեւ ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգը երեխաների էլեկտրոնային ընդունելության, ինչը նաև վերացրել է որոշ դպրոցներում այսպես կոչված նաև լրացուցիչ ցուցակների առկայությունը, կարծում եմ ոչ մի նորություն չեմ բացահայտում, որ դպրոցներ են եղել, որտեղ գործել են այսպես յուրայինների ցուցակներ, թե ով պետք է ընդունվի դպրոց եւ ով ոչ, էլեկտրոնային համակարգը վերջ է դրել դրան եւ Երևան քաղաքում դպրոցների միջև բաշխվածությունը ավելի
քան 50%-ով համաչափություն է գրանցել եւ հիմա այդ ձեր մատնանշած մի քանի դպրոցները շատ ավելի բարվոք վիճակում են, քան ընդամենը 4-5 տարի առաջ, երբ որ իրավիճակը բոլորովին այլ էր։ Շնորհակալություն։ Արձագանք։ Էլի հույս եմ հայտնում, որ սեպտեմբերից գոնե դասարանների աշակերտների թվի առումով դրական փոփոխություն կլինի եւ մի առաջարկ կամ հարց այս ապրիլի 24-ից 1 օր առաջ այդ ասել եմ, կարծեմ բարձրաձայնել եմ այդ մասին, որ երեխան տատին պատմում էր, որ գիտեք վաղը այն օրն է, երբ որ թուրքերը հայերի գլուխները քարերով ջարդել են։ Բնականաբար երեխան դա դպրոցից էր լսում եւ ես ուզում եմ հարցնել կամ առաջարկել, որ այդպիսի կարևոր օրերից, տոներից առաջ ուսուցիչը իմանա ինչ խոսա երեխայի հետ, հատկապես եթե խոսքը վերաբերվում է առաջինից 4-րդ դասարաններին, մնացածը հույս ունեմ, որ մի քիչ նորմալ կբացատրեմ, բայց առաջինից 4-րդ դասարանի երեխային այդ ձևով կյանք մտցնելը չեմ կարծում, որ մենք կունենանք առողջ սերունդ։ Եվ նույնը մայիսի 28, սեպտեմբերի 21 ինչ-որ ուղերձներ, որ հստակ մշակված լինի, որ դպրոցը ուսուցիչը փոխանցի աշակերտին։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, պարոն Նազարյան, կարևոր թեմաներ կան, որի մասին խոսակցությունը դպրոցներում շատ հեռու է բավարար լինելուց, եւ հատկապես եթե խոսքը վերաբերում է մեր պատմության ու պատմական տարբեր դրվագների շուրջ խոսակցությանը, եւ այդ իմաստով է նաեւ, որ մենք պատմության չափորոշչին այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում, նաեւ հասարակագիտության չափորոշչին եւ կարծում եմ, որ փոխելով նաեւ պատմության չափորոշիչը եւ ունենալով արդեն ամբողջությամբ նոր մոտեցում, գիտեք, որ առարկան նույնպես փոխվեց եւ այժմ խոսում ենք Հայաստանի պատմության մասին, ամբողջությամբ վերանայել ենք դասագրքերը եւ բնականաբար ուսուցիչների հետ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ խոսակցությունը տեղի ունենա ճիշտ ձևով։ Այսօր շատ տեղերում կարող եք տեսնել այդ իրավիճակը, որովհետև ցավոք սա էլ այն հետքն է, ինչ մենք ժառանգել ենք այս պաթոսի, ագրեսիայի միջավայրում երեխաներին մեծացնելը եղել է մեր կրթական համակարգի բնորոշ գիծը, որը պիտի հաղթահարենք, դա ժամանակ է տևում։ Բայց կարևոր հարց եք բարձրացնում եւ մենք այդ հարցի շուրջ աշխատում ենք ու հուսով եմ, որ մյուս տարի օրինակ այլ տպավորություններ կստանաք այդ նույն դասերի ընթացքում։ Շնորհակալություն։